Երեք առաջի օրը գնացի դպրոցից ավագ որդուս վերցնելու, հենց նստեց մեքենան, զգացի, որ շատ տխուր է, հարցրեցի ինչ է պատահել, ասեց ոչ մի բան, պապ, ասացի խոսի տեսնեմ ինչ է պատահել, սկսեց հուզվել, ասեց, որ իր ընկերոջ հայրն է մահացել, ես ինքս էլ հուզվեցի, իհարկե մենք նրա ընկերոջ հոր մասին արդեն ամիսներ առաջ գիտեինք, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հետո ավելի ուշ իմացա, որ նրա ընկերոջ հորը ես ճանաչում եմ, այստեղ համայնքում շատ հայտնի էր, Լևոն Տեր-Պետրոսյան, Դեմք շոու կա, Դեմք շոուի տղաներից էր, հեռակա ճանաչում էինք իրար, բարև բայլուսել ունեինք, ու քանի որ որդուս սա առաջին դեպքն էր նման, իր համար շոկ էր սա, որ երիտասարդ մարդ է մահացել, իր ընկերոջ հայրն է մահացել, սկսեցի խոսել, բացատրել նրան, որ ժամանակի տերը մենք չենք, որ չգիտենք թե Աստված ամեն մեկիս համար ինչ է որոշել, երբ է որոշել, ու հետո երբ ես մենակ մնացի, անկեղծ շատ տխուր էի, ու սկսեցի ինքս ինձ հետ խոսել, մտածել, հիմա որ դուք ինձ հարցնեք, ես երևի մի 150 տարվա դեռ ծրագրեր ունեմ, այսպես ինձ համար պլանավորել եմ, իբրև ընտանիքի հայր, ընտանիքի ամուսին, իբրև զավակ, այսպես ինքս ինձ համար որոշել եմ, թե երբ ու ինչ պիտի անեմ, հասկանալով, քաջ գիտակցելով հանդերձ, որ ժամանակի տերը մենք չենք, ու ոչ էլ ես 150 տարի ապրելու եմ։ Հարկավոր է ապրել, հարկավոր է ամեն մի վայրկյանը, ամեն մեկ րոպեն ապրել ու այն էլ ճիշտ ապրել։ Ձեզ քաջ առողջություն եմ մաղթում, Աստված օրհնի ձեր ընտանիքները, չգիտեմ, երկար մտածեք, մենք չգիտեմ, մենք ծրագրեր ունենք, մենք աշխատում ենք, պայքարում ենք այդ ծրագրերի համար ու ինքներս մեզ չենք հարցնում, բայ երբ ենք հասցնելու ապրել։ Բարի օր ձեզ։ Խնդրում եմ 2 րոպե տրամադրեք ինձ ու կհասկանաք ինչի համար եմ այս պատմությունը պատմում։ Քիչ առաջ լրատվականով տեսա, որ պատանին, ով կարծեմ 3 տանից դուրս էր եկել եւ ծնողները չէին գտնում, ով նամակ էր թողել տանը, որտեղ որ գրված էր, որ ինքը ուզում է ճգնավոր դառնա եւ որոշել էր գնալ գառն ու սարերը ճգնելու, նաեւ հասկացա ինքը ծառայում է եկեղեցում, շապիկ է հագնում, այսօր գտնվել է, լսեցի նրան, շատ անկեղծ էր, հասկացա, որ նաեւ մեծ հավատքի տեր է, միգուցե շատ ավելի մեծ հավատք ունի, քան մեզանից շատերը, ներառյալ նաև շատ հոգևորականներ եւ բարձրաստիճան հոգևորականներ, մի պահ մտածեցի, որ շատ լավ կլիներ, որ այս պատանին հետագայում դառնար հոգևորական, սովորեր Գևորգյան հոգևոր ճեմարանում եւ ակամայից ինձ բռնացրեցի մի մտքի վրա, որ ընդամենը վերջերս իմ կինը ինձ հարցրեց, արդյոք ես կցանկանայի, որ մեր ավագ որդին սովորեր Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Պատասխանը չուշացավ, անմիջապես պատասխանեցի, որ ոչ, չէի ուզենա։ Իհարկե ես ունեմ իմ պատճառները, պատկերացնում եք մարդ, ով մոտավորապես 6 տարիներ սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, ով համարում է, որ այդ հաստատությունը իրենից մարդ է սարքել, այսօր չի ցանկանում, որ հենց իր որդին սովորի նույն հաստատությունում, որովհետև այն Գևորգյան հոգևոր ճեմարանում, որտեղ որ ուսանել եմ ես կամ ինձանից ավելի ավագ սերունդներ, այսօր փաստացի գոյություն չունի, բառիս բուն իմաստով, Գևորգյան հոգևոր ճեմարանի դռները փակ են, այսօր գոյություն ունի Վազգենյան դպրանոց Սևանի, ինչի մասին ես ընդհանրապես լավ կարծիք չունեմ, եթե իմ ձեռքը ճար լիներ, հենց այսօր կփակեի այդ հաստատության դռները եւ նորից կվերաբացեի Գևորգյան հոգևոր ճեմարանի դռները, իմ ժամանակ ամեն տարի Գևորգյան հոգևոր ճեմարանի դիմորդները 200-ից անցնում էին։ Այսօր երևի մատների վրա չեք կարող հաշվել, թե քանի հոգի դիմողներ ունենք Գևորգյան հոգևոր ճեմարան եւ ընդհանրապես քանի հոգի են ուզում դառնալ հոգևորական, ինչը մեծ ցավ է։ Ես դրա պատճառն էլ գիտեմ, մեղավորներին էլ գիտեմ, ու երբ որ ամեն անգամ ասում եմ, որ բարենորոգումը պարտադիր է, հենց նաեւ սրա համար եմ ասում։ Ու ես մտածում եմ, արդյոք այս պատանին, ով մեծ հավատք ունի, ով 14 տարեկանում որոշել է ճգնավոր դառնալ, արդյոք եթե այս պատանին հետագայում մի քանի տարիներ հետո դպրոցը ավարտելուց հետո գնա Գևորգյան հոգևոր ճեմարան կամ ավելի ճիշտ Սևանի Վազգենյան դպրանոց, արդյոք այդ նույն հավատքը իր մեջ կմնա, թե այդ մարդը կդառնա ծայրահեղական կամ միգուցե մի քանի տարիներ ուսանելուց հետո հիասթափվի իր հավատքը, այդ հավատքը իր մեջ վերանա եւ ինքը թողնի հոգևոր հաստատությունը։ Այս սրա մասին մտածել է պետք։ Դրա համար եմ ասում, բարենորոգումը պարտադիր է։ Մեզ հարկավոր են լավ հոգևորականներ,
որոնք որ հավատարիմ են իրենց առաքելությանը, ովքեր որ չեն մտածում բիզնեսի մասին, ովքեր որ չեն մտածում լավ տեղերում ծառայելու, ծես վաճառելու մասին, մեզ լավ բարեխիղճ հոգևորականներ են պետք, կան, բայց դժբախտաբար քիչ են, հոգևորականը իմ պատկերացմամբ երկու տեսակ պիտի լինի, կամ ուսուցիչ կամ հովիվ, երրորդին ես չեմ ընդունում, բարի օր ձեզ։ Մոտավորապես 3-4 տարիներ առաջ Մայրաթորի կարգապահական բաժինը ամենայն հայոց կաթողիկոսին իբր զեկուցել էր, որ ես քաղաքական հայացքներ ունեմ եւ հակաեկեղեցական գործունեությամբ եմ զբաղված։ Եվ ամենայն հայոց կաթողիկոսն էլ իր հերթին որոշել էր ինձ պատժել։ Իհարկե պատվերը քաղաքական էր, ես դրա մասին քաջ տեղյակ եմ։ Մի խոսքով, ամենայն հայոց կաթողիկոսը կապի էր դուրս եկել մեր առաջնորդի հետ, նրան հրահանգել էր, որպեսզի ինձ արգելեն, որ ես Սուրբ Սեղան բարձրանամ եւ Սուրբ Պատարագներին մասնակցեմ։ Խոսեցի մեր առաջնորդի հետ, դե գիտեք, ես էլ համեստ հանդուրժող տեսակ, հասկանում ես, ասացի ոչ մի խնդիր, Սրբազան հայր։ Հետո իմացա, որ ընդամենը դրանից մի քանի օրեր հետո ամենայն հայոց կաթողիկոսը գալիս է Նյու Յորք, մեկնեցի Նյու Յորք, այնտեղ հանդիպեցի կաթողիկոսին, իհարկե նրա ժամանակի սուղության պատճառով մեր զրույցը հեռախոսով տեղի ունեցավ, շատ երկար զրուցեցի նրա հետ հեռախոսով, ասացի, որ ես նրա որոշման հետ համաձայն չեմ, առավել եւս կարգապահականի որոշման հետ, որովհետեւ ես անգամ միաբան չեմ եւ կարգապահականը իմ հարցը քննարկելու իրավունք էլ չուներ, ու նրան ամենայն պատասխանատվությամբ ասացի, որ եթե ես հակաեկեղեցական գործունեությամբ եմ զբաղված, ուրեմն եկեղեցական գործունեությամբ զբաղվող մարդ չկա, ներառյալ ամենաբարձր աստիճան ունեցող հոգեբորականները։ Մի խոսքով նա ինձ լսեց, նա ասաց առաջնորդին ասա, թող նամակ գրի, ես նամակով կհերքեմ, ես նրան պատասխանեցի, որ այդ նամակի կարիքը ես չունեմ, իրականում իմ կյանքում ոչ մի վարքյան, ոչ մի բան չի փոխվել, ես միշտ էլ ծառայել եմ, միշտ էլ երբ ժամանակ եմ ունեցել Սուրբ Սեղան բարձրացել եմ, երբ Սուրբ Պատարագներին մասնակցել եմ։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ամեն անգամ, երբ ես գտնվում եմ հայրենիքում եւ գալիս եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածին Մայր տաճարում աղոթք անելու, քանի օրեր ես գտնվում եմ հայրենիքում, այդքան օրեր ես պարտադիր պիտի գամ Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ Մայր տաճարում աղոթք անեմ, իմ սրբություն սրբոցը անփոխարինելի է։ Ու երբ մերթընդմերթ ես հանդիպում եմ, մեր ճանապարհները խաչվում են այդ նույն հոգեվորականների հետ, ովքեր որ կարգապահականում են եւ ովքեր որ իբր զեկուցել են կաթողիկոսին, նրանք իրենց ճանապարհները փոխում են։ Անկամ նրանք իրենց հայացքները չեն ուզում, որ իմ հայացքի հետ խաչվի։ Լսեք, բայց եթե դուք վստահ եք, որ ես հակաեկեղեցական գործունեությամբ եմ զբաղված, առավել եւս որ դուք ինձ քաջ ճանաչում եք, ինձ հետ սովորել եք, բա կանգնեք, խոսեք, իմ երեսին ասեք այն ինչ մտածում եք, եթե այդքան համարձակություն ու տղամարդկություն ունեք, ինչը խիստ կասկածում եմ, հասկանում ես։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, եթե որևէ հոգեբորական կա, աբեղայից մինչև ամենավերջին աստիճան ունեցող հոգեբորականները, ովքեր որ մտածում են ես հակաեկեղեցական գործունեությամբ եմ զբաղված, ես պատրաստ եմ հանրային քննարկման, պատրաստ եմ հանդիպելու եւ հանրայնորեն քննարկելու, տեսնենք ով է հակաեկեղեցական գործունեությամբ զբաղված եւ տեսնենք իրականում ովքեր են իրական տիրադավները։ Մի բան էլ ասեմ, երբ Մայր տաճարը փլուզվում էր եւ դրամահավաք պիտի լիներ, Մայր տաճարի հարցը համահայկական էր։ Տեսնես այդ նույն հոգեվորականներից քանիստ են իրենց պանակիները, լանջախաչերը, իրենց մատանիները ոսկյա ու ադամանդյա քարերով վաճառել ու նվիրատվություն արել Մայր տաճարի վերանորոգման համար։ Խիստ կասկածում եմ, որ որևէ մեկը նման բան արել է։ Այնպես որ հիմա մի էլ փորձեք իմ սրբություն սրբոցը սեփականաշնորհել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը աշխարհով մեկ ինչքան հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ կա, նրանցն են։ Եվ դուք իրավունք էլ չունեք բռնազավթելու մեր սրբություն սրբոցը։ Բարի օր ձեզ։